Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Երբ կգարտանք 5 դագարանի քիրքերը, երբեմն այնտեղ կհանդիպինք շատ խիստ ու թաժան թեփքերու, երբ օրինակ Աստված կհրանքե Մովսեսի կամ անոր հաջորդին Հեսուի, որ այսինչ ցեղը ըսպանեն, փնաչնչեն, այսինչ ազգը կամ ժողովուրդը գործանեն, կամ նույնիսկ կտեսնենք դեպքեր, երբ եբրայցի ժողովրդին մեջ մեկը ընտանիքը մեղք կգործեր, Աստված կհրանքեր անոնց, որ այդ ամբողջ ընտանիքը փնաչնչվեր, արմատախիլ ըլլար իր ժողովրդին մեջ են եւ անոր հիշադակն անգամ չմնար։ Ինչու այս բոլոր թաժանությունները։ Սիրելիներ, նախ ասեմ, որ Աստուծո խորհուրդները մեր խորհուրդներեն դարբեր են, Աստուծո ջամփաները մեր ջամփաներեն դարբեր են։ Աստված Աստուծո պես կմտածի, մարդը մարդու պես կմտածի։ Չմոռանանք, որ Աստված սիրելիներ ողորմած Աստված է։ Եվ Աստված 5 դագարանին մեջ բադիժներու ջամփով գուզեր թաստիարակել մարդը հասնելու համար մինչև շնորհքին։ Քրիստոսով էր, որ սիրելիներ շնորհքը աշխարհ եկավ, Քրիստոսով էր, որ շնորհքը դարածվեցավ մարդկության վրա, եւ այսօր Տերը մեր մեղքերուն համաձայն չի պատժեր մեզ, այլ ողորմություն կցուցաբերե, սակայն գետացկե բադիժը հավիտենական դատաստանի ժամանակ։ 5 դագարանի բարակային սիրելիներ նախ բադիժ եկավ, վերջը շնորհքը, եւ Տեր Հիսուս Քրիստոս թաղվեցավ, խաչին վրա մանալեն վերջ երբ թաղվեցավ, հոգիով իջավ դժոխք եւ այնտեղ քարոզեց ու ազատեց իրեն հավատացողներու հոգիները դժոխքեն դուրս բերելով զանոնք։ Ուրեմն 5 դագարանի մեջ, եթե նախ բադիժներ, հետո շնորհքը Քրիստոսով, նոր դագարանի ժամանակ այսօր այսինքն նախ շնորհքն է եւ ապա հավիտենական դատաստանը։ Սիրելիներ, մեզի համար թաժան նկատվող դեպքերուն յետին մենք հոգևոր թասերը որ գսորվինք եւ Աստված այդ է որ իրականության մեջ կուզե սորվեցնել մեզ։ Աստված 5 դագարանի մեջ խստությամբ կվարվի, որբեսի սիրելիներ մարդիկը դուրս բերե մեղքի ստրգութենեն, որուն արդեն վարժված էին, մարդիկը դուրս բերե այն բոլոր անհնազանդության արարքներեն, որով մեր նախածնողները Ադամն ու Եվան անհնազանդ գտնվեցան Աստծո նկատմամբ, Աստուծո մեկ բادرանի նկատմամբ եւ դժբախտաբար արդակսվեցան դրախտեն։ Հետևաբար Աստուծո արարքները սիրելիներ նույնիսկ եթե մեզի խորտ կտվին որպես մարդ, սակայն իրականության մեջ մեր բոլորին բարիքին համար են եւ անցյալին խիստ օրինակները դրվեցան, որբեսի այդ բոլոր դեպքերը ծառայեն որպես հավիտենական օրինակ բոլոր ապրողներուս համար եւ մենք ըսկուշանանք այդ բոլորեն։ Այսօր ցեզի պիտի պատմեմ դեպքը առնված Հեսուի քիրքեն Աքարի մասին։ Ուրեմն Հեսուն, որ Մովսես մարգարեին հաջորդն էր եւ ինքն էր որ ժողովուրդը գարաչնորթեր դեպի Կանան երկիր, Աստված խոստացավ Հեսուին, որ իրեն հետ պիտի լար մշտապես եւ պիտի զորացներ զինք, որբեսի Կանանը կրավեր ու եբրայցի ժողովուրդը այնտեղ փոխադրեր։ Ճանապարհին դարբեր ցեղեր ու ազգեր գային եւ Հեսուն սկսավ անոնց դեմ պատերազմել եւ հաղթանակներ ապահովել։ Գարտանք Հեսուի 6-րդ ուրեմն գլխուն մեջ, թե ինչպես հրաշքով Երիկովի բادرը փուլ եկան եւ Երիկովը գործանեցավ։ Եվ Աստված այդ ժամանակ ըսավ եբրայցի ժողովրդին, որ այդտեղեն փամը իրենց հետ չառնեն։ Հասան ուրեմն Քայի գոչված քաղաքին դիմաց, Քային փոքրիկ քաղաք մներ եւ այն դպավորության մեջ էին, որ շուտով այդ քաղաքը պիտի կարողանային քրավել, որովհետեւ փոքրիկ էր, ավելի մեծ քաղաքներ իրեն կրցան քրավել։ Բայց իզարմանս իրենց, երբ բادرազմի ելան Քայի ժողովրդին դեմ, բարդվեցան եւ խիստ բարդվեցան հрьяաները։ Ու գսե
ես Հեսուի քրկի 7-րդ գլխում մեջ 5-րդ համար, որ ժողովրդին սիրտը հալեցավ եւ ճուրի բես եղավ եւ տեսան, որ իրենք բարդվեցան։ Իսկ Հեսու ինչ ըրավ։ Հեսու երեսին վրա ինգավ Աստուծո դիմաց, սկսավ գուրծ կծեծել, վայ գարտալ եւ ասել Աստուծո, որ դեր Աստված ինչու համար այս ժողովուրդը հորթանանի այս գոմը անցուցիր, որբեսի ամորհացներուն ցերկը մատնես ու մեզ գործընծնես։ Երանի թե քո հլալով հորթանանի անթի գոմը մնայինք։ Եվ այսպես սկսավ վայ գարտալ Հեսուն, որ դեր թուն ինձի հետ խոստացար ինձի հետ լալ, ինչ պատահեցավ, որ լքեցիր մեզ։ Ինչու համար քայի բզդի քաղաքեն մատնվեցանք։ Եվ Աստված կտեսնենք պատմության շարունակության մեջ, որ Հեսու եսավ ոտքի էլ եւ իմացիր, որ ծեր ազգին մեջ մեղ կորձող եղավ։ Ես որ ցեզի սածե որ փամը չառնեք, քողություն չնեք Երիկովեն, մեկը նզովված արձատեղեմ ունեց արավ գրնալալ անիգաս սիրելներ գրաբաշտության մեկ արցաներ։ Այն խոսքով Աստուծո հրամանին թեմ կործեց այդ անձը, բայց ով էր այդ անձը։ Եվ հետևաբար վիճակ ցկեցին։ Եվ վիճակ ելավ Հութայի ցեղեն։ Աբա սիրելներ, այդ Հութայի ցեղեն վիճակը ելավ ավելի ներ ընտանիքի մեջ, Զամփրիի դանը եւ անոր որդին Քամրիի որդին Աքարի վրա։ Եվ Հեսուն գանչեց Աքարը եւ ասա, որ ինչու համար այսպիսի մեղ կործեցիր, եւ անալ խոստովանեցավ, որ այո, ճշմարտաբար վրանի հողին դագը բահածեմ այդ կողծված աբրանքը, որովհետեւ Աստված, տեսեք ինչ ասավ Հեսուին, ասավ, քանի որ դուք անանազանդ գտնվեցաք ինձի, հետևաբար Իսրայելի որդիները պիտի չգրնան իրենց թշնամիներն արչև գենալ, իրենց թշնամիներուն արչև գրնակ պիտի դարձնեն, քանզի նզովված եղան եւ ալ ցեզի հետ պիտի չլամ, այս է ահավորը, որ Աստված կսե ցեզի հետ պիտի չլամ, եթե դուք նզովվածը ծեր մեջ են փնաչինչ չնեք։ Եվ հետևաբար երբ որ կհայտնվի, թե Աքարը ինքն էր մեղավորը, իր ամբողջ ընտանիքը զավակներով, ունեցվածքով ամեն ինչ կհավաքվին սիրելներ եւ գհրամայի Հեսուն, որ քարգոձեն զանոնք եւ քարագույտը ամբողջությամբ գծածկե զանոնք, այդ ժամանակ երբ մեղքը գվերանա, Աստված իդ կվերադառնա իրենց ու կտեսնենք հաջորդ 8-րդ գլխում մեջ թե ինչպես Քայա քաղաքին դեմ հաղթանակ կդանին իսրայելացիները։ Սիրելներ, ասիկա նաեւ հոգևոր իմաստով գուզեմ այսօր ցեզ ներկայացնել։ Ով ունենք մեր հոգին մեջ, Հեսուն թե ոչ Աքարը։ Եթե ունենք Հեսուն, որով ապա Աստված սիրելներ կխոստանա մեզի հետ լալ ամեն րոպե։ Եթե Աքար ունենք, այսինքն նզոված փամ ունենք մեր մեջ, մեղքը զածուկ բահած ունենք մեր մեջ, այդ բաժարով Աստված պիտի լքե մեզ, որովհետև Աստված չի գրնար աղբանոց հոգին հետ լալ, մեջ լալ։ Ուր որ մեղքը գա, Աստված այնտեղ չի գրնար լալ։ Աստված գսե մաքրվեցեք։ Եվ ադորամար Իսուս Քրիստոս եկավ, որբեսի իր թափած արյունով մաքրե մեզ մեր մեղքերեն։ Ահա մեծ բահոց այս շրջանը սիրելներ ժամանակն է, որբեսի տեսնենք, որ ինչ նզովյալ բաներ կան մեր մեջ։ Հբարդություն, նախանց, փարգություն, ձուլություն, ակահություն, ոգրամոլություն, փղճախոհություն, բղծասիրություն եւ տեսակ բաներ, շնություն, բորոնգություն, քայտակություն, փամփասանք, զրբարդություն, չարախոսություն, հայոյանք, փարգություն, կողություն, ինչ տեսակ բաներ կան սիրելներ, ասոնք նզովյալ բաներ են մեր կյանքի մեջ։ Ասոնք Աքարի պատկանող բաներ են մեր մեջ։ Եվ այդ բաժարով սիրելիներ
Աստուծո փարգացուցած կլանք, Աստուծո օրենքներուն, բادվիրաններուն թեմ կործած կլանք, անհնազանդ գտնված կլանք, եւ Աստված հետեւաբար չի մնար մեզի հետ, Աստված գլկե մեզ, ինչ պետք է անեն, պետք է քարգոծել այդ մեր մեջի ակարը, ոչ թե քարգոծենք իրար, որուն թշպախտաբար այսօրվան մարդը վարժված է ուրիշները քարգոծել, խոսքով, քննադատությամբ, այ քարգոծել մենք մեզ, մեր մեջի ակարը, որովհետեւ հայտնաբերվի հեսուն։ Այո, սիրելիներ, օրինակ, եթե ոգրամոլության ախտով հղբացած ենք մենք, ապա սիրելիներ, պետք է քարգոծել զայն բահեցողության քարերով։ Եթե սիրելիներ, մենք հբարդության ակար ունենք մեր մեջ, ապա զայն պետք է քարգոծել խոնարհության քարերով։ Եվ անիգա սիրելիներ թյուրին բամը չէ։ Անիգա մեկ քարգոծումով չի երջանալ մեկ քարով, այլ ինչպես որ ամբողջ ցեղը քարգոծեց ակարը եւ իր ընտանիքը եւ հազարավոր քարերու գույդին դակ մնացին, այդպես ալ սիրներ ամեն անգամ երբ մեր մեջի հին մարդը գլուխ ցցե, պետք է քարգոծել զայն։ Պետք է քարգոծել զայն։ Բակով, աղոթքով, ձոմաբահությամբ, բարեգործությամբ, Աստուծո խոսքը ընթերցելով, որբեսի մենք կարողանանք սիրելիներ ցերպազադիլ այդ մեր մեջի ակարներեն։ Ահա, դեսեք, այս խիստ թաժան թեփքը հոգևոր իմաստով սիրելիներ մեզի համար օգուտ է։ Եթե մենք ալ թաժանորեն չվերապերենք մեր իսկ անցին թեմ հետ, այդ ժամանակ սիրելիներ մենք Աստուծո երեսը պիտի չտեսնենք։ Եբրայեցի ժողովուրդը Քանանի երկիրը չգրցավ մտնել ամբողջությամբ, մինչև որ այս մեղքը իրենց մեջ չվերացավ եւ ապա Քայի գոչված փոքր ազգը գործանեցավ։ Հաղթեցին զանոնք։ Սիրելիներ, երբեմն մեր մեջ բզդիկ մեղքեր կան եւ մենք նկատի չենք առնել։ Եվ գսենք որ բզդիկ բան է հարց չէ, մեծ մեղքերես ցերպազադած եմ, օրինակ հբարդության մեղքեն ցերպազադած եմ, շատ ապրիս, բայց երբեմն մեջը նույնիսկ խոնար հբարդություն կա։ Այդ խոնար հբարդության թեմ պետք է լինենք։ Երբեմն սիրելիներ մեր աչքին բարձ տվածող, ոչինչ տվածող մեղքը գրնա արգելքը լալ, որ մենք հաղթանակ տանենք անոր վրա։ Ինչպես որ Եբրայեցի ժողովրդին եղավ։ Ինչ պետք է անենք։ Հեսուի պես դիրոջ դիմաց ինանք այս մեծ բահոց օրերուն, մեր երեսին վրա ինանք, մեր գուրծ կձեցենք եւ ասենք որ դեր դու խոստացար մեզ յետալա։ Ցույց տուր ինձի, որ մեղքիս համար փարգացած ես իմ թեմս։ Թեկուզ ամենաչնչին մեղքին համար, զայրույթի համար, սուտ խոսքի համար, կամ ո՞ե մեկ մեղքի համար։ Սիրելիներ, ժամանակն է որ մենք մեզ քննենք, որովհետև նայեցեք, երբեմն բզդիկ մեղքի պատճառով, բզդիկ հանցանքի պատճառով, հիմար խոսքի պատճառով կարելի է ընտանիքներ կանտվիլ։ Հիմար խոսքի համար, որ մեկուն անոր վիրավորած է իրեն համար գսե որ ինչ է թադարք խոսքի համար, բարապ բանի համար գնեղանաս։ Բայց չի գիտե որ այդ բարապ թադարք մեկ խոսքը գրնա թիմացնին հոգին գործանել, ահա որ ցավ պատճառել անոր։ Ահա սիրելներ, անդրադարձի ժամանակն է որ երբ որ վիրավորած ես, այդ ակարը մեջի դուրս հանես, ներողություն խնդրես, նախքան Աստուծմե ներողություն խնդրելդ այդ անցեն որուն ցավցուցած ես, եւ որպես երբ Աստուծո դիմաց երթաս, Աստված վիդեսե որ քանի որ զղջացիր, ներողություն խնդրեցիր, անոր որուն դու ցավցուցիր, ես ներած եմ քեզ։ Այլապես չի բավեր միան Աստուծմե ներողություն խնդրել եւ սակայն սիրելիներ այդ անցեն որուն ցավցուցած ենք ներողություն չխնդրել։ Գնմանի ճիշտ այս քայի բզդիկ քաղաքին պես զոր չկարողացավ
Հեսունը սկիզբը նվաճել, մինչև որ իրենց մեջ է նզովյալը հանեցին, նզովվածը մեղքը հանեցին։ Այդպես ալ սիրելիներ, մենք պիտի չկարողանանք հավիտենական կանանը մտնել, հավիտենական խոստացված երկիր մտնել, եթե նույնիսկ այս բզդի կոչված քայիները չանենք մեր մեջ են, եթե ակարը մեր մեջ են չհանենք, որ բահած է իր մեջ, բահած էր իր մեջ, Աստուծո բադվիրանին հագարակ եղած էր, կողծած էր, բամը, որ Աստված ասած էր, որ մի առնեք բամը։ Սիրելի քույրեր եղբայրներ, գաղաչեմ ցեզի։ Այն խոսքեր անշուշտ որ ցեզի գսեմ, այս դեսահոլովակ արցնակրած ադենս ես ինքզինքս է որ գտեսնեմ։ Այդ խոսքերը նախ ուղված են իմանցիս։ Եկեք ես եւ դուք ամենքս մեր անձերը խոնարեցնենք եւ տեսնենք, որ ինչ նզովված բաներ կան մեր մեջ։ Բաներ, որոնք սիրելներ գրնալալ մեր աչքին մեծ չերևին, բայց անոնք Աստուծո աչքին նզովված են, մեղքեր են, որոնց պետք է ցերպազադիլ։ Եվ գուզեմ այսօրվան հոգևոր նախաճաշը ավարտել սիրելներ, ցեզի ընթերցելով 32-րդ Սաղմոսի առաջին 7 համարները։ Դավիթ մարգարեն հետևյալը գսե. այս սաղմոսը խոստովանություն եւ թողություն է։ Երանի անոր, որուն հանցանքները թողություն կդան, որուն մեղքերը ներվեցան։ Երանի այն մարդուն, որուն մեղքը դերը նկատի չառներ, որուն հոգի մեջ նենկություն չգա։ Եվ հիմա լսեցեք սկանչելի խոսքը գսե Դավիթ։ Որքան ադեմ որ մեղքերս չխոստովանեցա, ոսկորներս մաշեցան, օրնի փուն աղաղագել են։ Եվ որ մեր մեղքերը չխոստովանենք, մեր ոսկորները պիտի մաշին։ Իսկ եթե խոստովանենք, տեսեք ինչ կսե Դավիթ։ Ուրեմն որքան ադեմ որ մեղքերը չխոստովանեցա, ոսկորներս մաշեցան, օրնի փուն աղաղագել են, Քիշեր ցերեկ հարվածներ դեղացուցին իմ վրաստեր, դերը հարվածներ կդեղացնե մեր վրա, երբ չենք խոստովանել մեր մեղքերը, եւ իմ ուժս խամրեցավ ամրան դակեն չորցած խոդի պես։ Մեղքերս քեզի հայտնեցի, անօրենությունս չծածկեցի, ըսի դիրոջ խոստովանիմ հանցանքներս, եւ դուն ներեցիր մեղքս ու չնչեցիր բադիժս։ Ահա այսպիսի ողորմած Աստված ունենք սիրելիներ։ Եթե չխոստովանենք մեր մեղքերը, Աստված թաժան պիտի լա մեր նկատմամբ։ Իր նեդերը, իր հարվածները պիտի դեղացնի մեր վրա։ Իսկ եթե խոստովանենք, պիտի ներե մեզ մեր մեղքերը ու չնչե զանոնք եւ հավիտյան չհիշե։ Այսօր համար հիմա Դավիթ մարգարեն գխոսի Աստվածաբաշտ մարդոց կսե, այսօր համար Աստվածաբաշտ ամեն մարդ աղոթքով պիտի թիմե քեզի, ամեն անգամ որ անդրադառնա թե մեղքի մեջ կգտնվի եւ վիշտերը նույնիսկ եթե հեղեղի պես զինք ողողեն բնա պիտի չգարենան մոդենալ իրեն թունես աբաստանարանս զիս նեղութեներ զերծ կբահես եւ ազատության երկերով գշրջաբադես ամեն եկեք սիրելիներ խոստովանենք Տիրոջ մեր մեղքերը եկեք սիրելիներ չծածկենք ակարի պես չլանք նզովված բաներ չբահենք մեր մեջ թեգուս փոքր թույզն չափով անիգալա զրբարդության մեղքը չարախոսության մեղքը ո՞ե մեկ բան լեզվով ուրիշները վիրավորելու մեղքը չբահենք այդ նույնիսկ փոքր բաները այլ քարգոծենք այդ մեր մեջի ակարը որբեսի հեսուն դուրս գա հեսուն որ խոնարի Տիրոջ դիմաց եւ ասե դեր ներե իմ մեղքերս այդ ժամանակ սիրելիներ Աստված պիտի ներե ու հավիտյան պիտի չհիշե մեր մեղքերը հետևաբար եկեք սորվինք սիրելիներ Աստվածաշունչի պատմություններեն հոգևոր թասեր եւ կարողանանք մեծ բահոց այս օրերուն Աստծո խոսքերը ընթերցելով ամեն դեպքի դեսնել մեր անձը թե ինչպես կրնանք մենք սրբակրվել զղջալով մեր մեղքերը խոստովանելով զանոնք Աստծո դիմաց եւ փուժվել որովհետեւ դերը չուզեր մեղավորներու մահը այլ գուզե անոնց դարձը եւ փրկությունը Աստված ցեզ արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին